Երևանում եւ մարզերում սովորական բակային հանդիպումները վերածվում են իրական ժողովրդական երթի։ Հարյուրավոր քաղաքացիներ, ծափեր, ժպիտներ եւ վստահության մթնոլորտ։ Քաղաքացիները շրջապատել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խոսելով արդեն կատարված աշխատանքների եւ սպասվող ծրագրերի մասին։ Վարչապետի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավը շարունակվում է մեծ ակտիվությամբ։ Մարդկանց հետ հանդիպումներում հնչում են ոչ միայն քաղաքական ուղերձներ, այլև խաղաղության, զարգացման եւ արժանապատիվ կյանքի մասին խոսքեր։ Պարզվում է մարդը շնորհակալություն է հայտնում ազատության համար։ Դուք հասկանում եք, սա ինչ ֆենոմեն է, սա ինչ արժե, սա ինչ արժեք է, սա ինչ կապիտալ է, սա ինչ մեծություն է։ Փաշինյանի դիտարկմամբ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց եւ ավերացնելուց հետո խաղաղությունը պետք է մնա առաջնահերթություն։ Խաղաղությունը պատերազմի պատճառների ռազմավարական բացակայությունն է եւ Ալմատիի հռչակագիրը եւ այն համաձայնությունները, որ մենք ձեռք ենք բերել Ադրբեջանի եւ ձեռք ենք բերում Թուրքիայի հետ եւ Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետությունների հետ, պիտի երկարաժամկետ եւ ռազմավարական առումով ապահովի խաղաղությունը։ Ըստ վարչապետի Հայաստանում փոխվել է մթնոլորտը, քաղաքացին այսօր իրեն ավելի ազատ ու պաշտպանված է զգում։ Բնակիչները նշում են, որ վերջին տարիներին համայնքներում զգալի փոփոխություններ են տեսնում։ Նոր ճանապարհներ, բակերի բարեկարգում, լուսավորություն, տրանսպորտային բարեփոխումներ եւ զարգացող ենթակառուցվածքներ, բայց ամենակարևորը խաղաղությունն է։ Ամենակարևորն է, որ երկիրը խաղաղ է։ Եվ խաղաղ երկրում է, որ կարող են եւ ներդրումներ լինել եւ կարող է երկիրը զարգանալ։ Մենք ճիշտ ուղու վրա ենք, միայն մի բան է պահանջվում, որպեսզի այս ուղին պահենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018-ից մինչև 2026 թվականը Երևանում իրականացվել են միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագրեր, որոնք փոխել են մայրաքաղաքի տեսքն ու կյանքի որակը։ Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել աշխատող քաղաքացիների եւ կառավարության համատեղ աշխատանքի շնորհիվ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ 16-ին։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը։ Քաղաքացիները մոտենում էին վարչապետին, լուսանկարվում, քննարկում համայնքային խնդիրներ ու ապագայի ծրագրերը, բայց հնչող հիմնական ուղերձը մեկն է. խաղաղ Հայաստանը պետք է շարունակի կառուցվել աշխատանքով, համախմբմամբ եւ ժողովրդի մասնակցությամբ։ Լուսինե Գրիգորյան, Արմեն Հովանիսյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։